Մարտի 9-ի երեկոյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Լրագրողների զրույցում հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նրա խոսքով զրույցը կենտրոնացած է եղել ԱՄՆ, Իսրայել, Իրան հակամարտության վրա։ Կողմերը քննարկել են նաեւ ուկրաինական կարգավորման հարցը։ Թրամփն իր գնահատականն է տվել զարգացող իրավիճակի վերաբերյալ Ամերիկա-իսրայելական շարունակվող գործողության համատեքստում։ Թրամփը նաեւ հայտարարել է, որ հետաքրքրված է Ուկրաինայում հակամարտության արագ կարգավորմամբ, հաղորդել է Ուշակովը։ Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների զրույցում նույնպես անդրադարձել է Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցին։ Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցն ընդհանուր առմամբ գնահատել է լավ, իսկ ուկրաինական ճգնաժամի լուծման առումով դրական։ ԱՄՆ նախագահը հավելել է, որ իրենց զրույցի ընթացքում Պուտինը հայտնել է իր պատրաստակամությունը օգնելու Իրանի հետ հակամարտության կարգավորմանը, սակայն ամերիկացի առաջնորդն ընդգծել է, որ Ռուսաստանի համար ավելի կարևոր կլինի կենտրոնանալ ուկրաինական հակամարտության վրա, քան իրանականի։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն հայտարարել է, որ Ռուսաստանը բազմիցս զգուշացրել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը ապակայունացնելու փորձերը կբարձրացնեն նավթի եւ գազի գները։ Էներգիայի ներկայիս բարձր գները ժամանակավոր են, եւ Ռուսաստանը հասկանում է դա։ Ռուսաստանի առաջնորդը նշել է, որ պատրաստ են համագործակցել եվրոպացիների հետ նավթի եւ գազի մատակարարման հարցում, բայց անհրաժեշտ են նրանցից ազդակներ։ Ռուսաստանը կշարունակի նավթ եւ գազ մատակարարել հուսալի գործընկերներին, այդ թվում Արևելյան Եվրոպա, Հունգարիային եւ Սլովակիային, հայտարարել է Պուտինը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Իրանի անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու հարցով 11 երկրներ դիմել են Կիևին օգնության համար։ Կան հստակ հետաքրքրություններ Ուկրաինայի փորձի նկատմամբ, որը վերաբերում է կյանքի պաշտպանությանը, համապատասխան անօդաչու կասեցնող սարքերին, էլեկտրոնային պատերազմների համակարգերին եւ ուսուցմանը, ասել է Ուկրաինայի նախագահը, չնշելով սակայն թե որոնք են այդ երկրները։ Զելենսկին առաջարկել է փոխանակել Կիևի անօդաչու կասեցնող սարքերը հակաօդային պաշտպանության թանկարժեք հրթիռների հետ, որոնց պակասն ունի Ուկրաինան։ Ռուսական հարձակումներից պաշտպանվելու համար Կիևն օգտագործում է ժամանակակից անօդաչու կասեցնող սարքեր, էլեկտրոնային ազդանշաններին խանգարող գործիքներ, հակաօդային հրացաններ, մարտական ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ։ Վրացական երազանքի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պատրաստակամություն է հայտնել ԵԱԿ խորհրդարանական վեաժողովի նախագահի հետ քննարկել բոլոր այն հարցերը, որոնք առնչվում են Վրաստանի քաղաքական գործընթացներին։ Լրագրողների զրույցում Կոբախիձեն ասել է, որ Վրաստանը ժամանել ԵԱԿ խորհրդարանական վեաժողովի նախագահը պատվիրակության հետ միասին եւ ուշադրություն է հրավիրել օրակարգի հիմնական հարցերի վրա։ Մենք պատրաստ ենք քննարկել բոլոր այն թեմաները, որոնք առնչվում են մեր երկրում ընթացող քաղաքական գործընթացներին եւ մեր շուրջը տեղի ունեցող իրադարձություններին։